Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Սա նրա առաջին այցն է տարածաշրջան 2024-ի օգոստոսին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Բաքվում Մասուդ Փեզեշքյանին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կողմերն արդեն հանդիպել են երկկողմ, բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև երկու երկրների նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Դատելով Իրանի և Ադրբեջանի նախագահների ուղերձներից, բանակցություններին նրանք կարծես մոտեցել են երկու երկրների միջև առկա տարաձայնություններն ու հակասությունները գոնե ժամանակավորապես մի կողմ թողնելու տրամաբանությամբ։ Դրանք առավելապես սուր բնույթ ստացան 2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո ադրբեջանական առավելապաշտական քաղաքականության հետևանքով։ Ադրբեջանի նախագահն իր խոսքում գոհունակություն է հայտնել Մասուդ Փեզեշքյանի հետ ունեցած քննարկումների առնչությամբ, նշելով, որ Իրանի ղեկավարի այցը Բաքու շատ լուրջ խթան կհանդիսանա երկկողմ կապերի զարգացման համար։ Ադրբեջանական և իրանական կողմերը հանդիպմանը մեծապես քննարկել են հաղորդակցային ուղիների ապագան, թեմա, որը ոչ միայն վերաբերում է այդ երկու երկրներին, այլ նաև տարածաշրջանային այլ դերակատարների, այդ թվում Հայաստանին։ Իրանի նախագահ Փեզեշքյանը Ալիևի հետ հանդիպմանը միջազգային կապուղիների հարցը տեսել է երկրների տարածքային ամբողջականության ծիրում, նշելով, որ հավատում է այդ գործում Թեհրանն ու Բաքուն կարող են հասնել լուրջ արդյունքների։ Անշուշտ, խոսքը Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող նոր ճանապարհի մասին է, որն Իրանում անվանում են Արաքսի միջանցք։ Երկկողմ կապերը խթանելու համատեքստում Իրանի նախագահը հիշատակեց նաև Ղարաբաղը, այն համարելով, մեջբերում եմ, Ադրբեջանի անբաժանելի մասը։ Ղարաբաղ قسمت جدا ناشدنی از خاک آذربایجان و همچنان Հիշեցնենք, որ 2020-ի եռակողմ հայտարարությունից հետո Թեհրանը քանիցս է հանդես եկել նման ուղերձներով, շեշտը դնելով երկրների տարածքային ամբողջականության վրա։ Փեզեշքյանի այցը Բաքու տեղի է ունենում քաղաքական մի համատեքստում, երբ տարբեր հարցերի շուրջ լարված էին երկու երկրների միջև հարաբերությունները։ Ի թիվս այլ հարցերի Բաքուն տևական ժամանակ երկկողմ կապերի լիարժեք կարգավորման համար նախապայման է դրել 2023-ի հունվարին Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վրա հարձակվողին պատասխանատվության ենթարկելը, որին Իրանի դատարանը ի վերջո դատապարտել է մահապատժի, սակայն դա դեռևս ի կատար չի ածվել։ Փեզեշքյանի Բաքու այցի նախօրեին իրանական լրատվամիջոցները նշել են, որ Իրանը պատրաստ է մահապատժի ենթարկել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձին։ Բաքու կատարած այցից առաջ Իրանի նախագահը հարցազրույց է տվել նաև ադրբեջանական հանրային հեռուստաընկերությանը ASTV-ին, որի ընթացքում պատասխանել է ոչ միայն ադրբեջանա-իրանական, այլ նաև ներկայացրել է Իրանի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Չնայած Իրանի նախագահը հավասարության նշան է դրել Երևանի և Բաքվի միջև, սակայն անթաքույց ուղերձներ է հղել ադրբեջանական կողմին։ Ադրբեջան-Հայաստան խնդրի հանգուցալուծման հեռանկարի մասին հարցին ի պատասխան Իրանի նախագահն ասել է, որպես առաջին քայլ կողմերը պետք է բավարարվեն իրենց սահմաններով և չհավաքնեն մյուսի տարածքին։ Նա նույն միտքը վերահաստատել է նաև ադրբեջանցի լրագրողի Ճակերտավոր Զանգեզուրի միջանցքին վերաբերող հարցին ի պատասխան։ Ինչպես արդեն ասացի, պետք է հարգվեն միմյանց տարածքային ամբողջականությունը և հավակնություն չլինի այլ տարածքի հանդեպ։ Սա ամենահիմնարար սկզբունքն է, նշել է Փեզեշքյանը, դրանով ևս մեկ անգամ հասկացնելով, որ Իրանը չի հանդուրժի արտատարածքային որևէ կապուղի Հայաստանի տարածքով։ Նա նաև շեշտել է, որ երկու երկրների միջև խնդիրները պետք է լուծվեն միմյանց օրենսդրության շրջանակում։ Ինչպես ավելի վաղ պարզ էր դարձել, նախապատրաստվում է Իրանի նախագահի այցը նաև Հայաստան։ Այդ մասին Երևանում նշել էր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արադ Միրզոյանի հետ հանդիպմանը։